Մեր կողմից բերված այն փաստարկները, որոնք բարձրացվել էին Վճռաբեկ Ատյանի առջև, նաև իզորու են փոխել ամբողջ իրավակիրառական պրակտիկան։ Տեսեք, ինչ ի թիվս այլնի, որ մեղադրանքը փաստարկված չէր եւ բոլոր մեղադրանքները, որով պարոն Վերմիշյանը մեղավոր ճանաչվեց, գործի նյութերով չէին փաստարկվում, բայց իմ խորին համոզմամբ խնդիրը, որը Վճռաբեկ դատանը եւս տեսել է եւ վարույթ է ընդունել, կանում է սրանում, բայց մինչեւ բուն թեմային անդրադառնալը կարեւոր է մեկ արձանագրում, երբ է Վճռաբեկ դատանը վարույթ ընդունում, սա այնպիսի ատյան է, որ մեխանիկորեն վարույթ չի ընդունում, այսինքն կամ պետք է լինի օրենքի միատեսակ կիրառման խնդիր, խաթարվի արդարադատության բուն էությունը կամ արկա լինի իրավունքի զարգացման խնդիր։ Հիմա մեր բերված փաստարկները բովանդակային առումով այնպիսին էին, որ Վճռաբեկ դատանը կամ տեսել է, որ խաթարվել է արդարադատության էությունը, կամ արկա է իրավունքի զարգացման խնդիր, այսինքն ստանդարտը շատ բարձր է Վճռաբեկ դատանի կողմից վարույթ ընդունելու։ Հիմնական հարցերը, որոնք բարձրացվել էին Վճռաբեկ դատանի առջև, սրանք էին եւ մենք լիահույս ենք, որ Վճռաբեկ դատարանը կլինի արդյունավետ միջոց եւ մենք ստիպված չենք լինելու մեկնել եվրոպական դատարան արդարության որոնելու, բայց կրկնում եմ, նաեւ պետք է հաշվի առնել, որ դատախազը եւս բերել էր Վճռաբեկ բողոք եւ դատախազի Վճռաբեկ բողոք վարույթ ընդունելը մերժվել է, այսինքն հիմա քննարկվում է բացառապես մեկ հարց, այն է Վահագն Վերմիշյանին արդարացնել, թե ոչ։